Հայաստանի քաղաքական օրակարգում կրկին ակտիվացել է ամենազգայուն հարցերից մեկը՝ անկլավների խնդիրը։ Տարիներ շարունակ չլուծված այս թեման այժմ կապվում է սահմանազատման գործընթացի հետ, իսկ ընդդիմախոսներն ու իշխանության ներկայացուցիչները ներկայացնում են արմատապես տարբեր գնահատականներ։ Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը 1-2 ամիս առաջ արդեն տեսել է, որ իբրե Արտվաշենի հետ կապված ադրբեջանցիները դա նշում են այլ գույնով, վկայում այն հանգամանքի մասին, որ ընտրություններից առաջ ըստ էության արդեն իսկ այդ որոշումը կա, ուղղակի չի հայտարարում։ Մանիպուլյացիա է սովորական։ Փաշինյանը պնդում է Հայաստանը չի կարող անտեսել Արտվաշենի հարցը, եթե քննարկվում են Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական նախկին անկլավների վերաբերյալ պահանջներ։ Տարբերակներից մեկը օրինակ այդ համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ, այսպես ասած, փռում են կամ կոնկրետ տեղանքներով իրականացնում են փոփոխություններ։ Ներքին լսարանի համար հիմնավորում են, որ իբրե Ադրբեջանը Արտվաշենի նկատմամբ իրավազորության խնդիր չի դնում եւ պատրաստ է Արտվաշենը հանձնել։ Պետք է ասենք, որ հողային առումով Արտվաշենի տարածքը շատ ավելի շատ է այն տարածքներից, որոնք մեր անկլավ են հայտարարում եւ պետք է հանձնվեն, եւ սա փաթեթավորում են ընդամենը տոնական ձևավորմամբ։ Միևնույն ժամանակ իշխանության քննադատները զգուշացնում են ցանկացած քննարկում, որը կարող է վերաբերել Տիգրանաշենին կամ այլ ռազմավարական նշանակության հատվածների կարգավիճակին, պետք է բացառի Հայաստանի անվտանգության համար վտանգավոր լուծումները։ Արդյոք անկլավները ունեն իրավական հիմքեր։ Արդյոք դրանք ձևավորվել են ժամանակին, խորհրդային միության տարիներին արդյոք դրանք ձևավորվել են օրինական կերպով, թե դրանք իրավական հիմքեր չունեն եւ ժամանակավոր գոյացություններ են եղել։ Իրավական հարցության մեջ եթե խնդիրը դիտարկենք, ըստ էության Հայաստանի տարածքում անկլավներ չեն եղել ի սկզբանե, բայց այն պայքարած, երբ որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում անկլավների գոյության մասին, այդ պայքարած ադրբեջանական պահանջը մասնավորապես միայն Տիգրանաշենը չի, ելի գյուղեր կան, բայց խնդիրը բացառապես բնակավայրերին չի վերաբերում, կան նաև այլ տարածքներ, որտեղ Ադրբեջանը պահանջում է։ Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի գնահատմամբ անկլավների հարցը չի սահմանափակում միայն տարածքային խնդիրներով։ Նրա խոսքով հատկապես Տիգրանաշենի դեպքում խոսքը վերաբերում է Հայաստանի հարավը հյուսիսին կապող կարևոր ճանապարհային հանգույցի եւ անվտանգության հարցերին։ Մենք էլ ունենք նման իրավիճակ, երբ որ դեպի մեր բնակավայրեր գնացող ճանապարհը անցնում է խորհրդային միության անկլավային տարածքի միջով, իրանք էլ ունեն նման իրավիճակ, որ եթե որ իրանց գյուղեր տանող, ընդ որում մի քանի 4-5 գյուղ տանող ճանապարհը անցնում է Հայաստանի այդպիսի տարածքով։ Եթե անձ ուզում է անցնել այդ անկլավ, ապա նա առնվազն 2 սահմանային անցակետ անցնի, որը որոշակի խնդիրներ է առաջացնում։ Էլ չեմ ասում անվտանգային հարցերը։ Փորձագետների մի մասը նշում է տարածքային հարցերը չեն կարող դիտարկվել միայն քարտեզով, անհրաժեշտ են իրավական հիմքեր, անվտանգության մեխանիզմներ եւ հստակ պայմանավորվածություններ։ Այն հատվածներում, որտեղ այսօր ադրբեջանցիները նստած են, այդ մարդիկ համարում են, որ այդ տարածքները իրենց սահմանից ներս են եւ այստեղ հանձնման, դուք կարող եք հայտարարել, որ 250 կիլոմետր քառակուսի տարածք Հայաստանի Հանրապետությունից օկուպացված է։ Ադրբեջանը դա չի համարում օկուպացված տարածք, չի դիտարկում որպես օկուպացված տարածք եւ ուժի դիրքերից ամենայն հավանականությամբ, եթե չկարողանա լեգալացնել հրթի վրա, դե ֆակտո այդ հողերը մնալու են իրենց։ Այս պահին որևէ վերջնական համաձայնություն անկլավների վերաբերյալ չկա, սակայն հարցը շարունակում է մնալ բանակցային գործընթացի ամենաբարդ կետերից մեկը, միաժամանակ դառնալով ներքաղաքական լուրջ բանավեճի առարկա։ Անկլավների հարցի լուծումը կարող է ազդել ոչ միայն սահմանագծի, այլև Հայաստանի անվտանգության եւ տարածաշրջանային հաղորդակցության ամբողջ համակարգի վրա։ Ամենաշատ քննարկվող ու քննադատվող ոլորտներից մեկը հանքարդյունաբերությունն է, այն ունի եւ տնտեսական օգուտներ եւ բնապահպանական ու սոցիալական ռիսկեր։ Հանքերին հարակից բնակավայրերում ապրողներից շատերն ասում են, բոլորը ստեղծում են հազարավոր աշխատատեղեր, բնապահպանական խնդիրներով մտահոգվածներն էլ բարձրաձայնում են շրջակա միջավայրի եւ օդի աղտոտվածության մասին։ Քիմիայի ինստիտուտների կողմից կատարված ուսումնասիրության մեջ արդեն գրված է ինչ աղտոտվածություն կա եւ այդ աղտոտվածությունը ավելանում է եւ մեր ջրերի եւ մեր հողերի։ Հանքարդյունաբերության հիմնական բնապահպանական մտահոգությունները Հայաստանում վերաբերում են ոչ այնքան բուն հանքերի գոյությանը, որքան դրանց շահագործման ձևին, վերահսկողությանը եւ երկարաժամկետ ազդեցությանը։
Մարդիկ չեն պատկերացնում, եթե իրոք խնդիր կա այդ հանքավայրում, դրա հետևանքների, այսպես ասած, շղթայական ռեակցիան, թե ինչ է լինելու ոչ միայն անձամբ իրանց վրա ազդելու իրանց սերունդների ու ինչ աստիճանի է, այսպես ասած, այդ ազդեցությունը լինելու։ Հետաքրքիր է, որ տնտեսագետների մի մասը նշում է հետևյալ հանգամանքը, թեև հանքարդյունաբերության բաժինը հնայում ընդամենը մոտ 3% է, դրա ազդեցությունը շատ ավելի մեծ է, քանի որ այն ապահովում է արտարժույթի զգալի ներհոսք, խոշոր հարկատու է, կենսական նշանակություն ունի հատկապես Սյունիքի եւ Լոռու մարզերի տնտեսության համար։ Այն տարածքում, որտեղ ես եմ բնակվում, գոյություն ունի այդպիսի մեծ գործարան, որտեղ այո մարդիկ ստանում են տարածաշրջանի կրկնակի եռակի անգամ ավել աշխատավարձներից, այդ շրջանով ովքեր աշխատում են, ու իրանք այսպես ասած փակել են ականջները, չեն ուզում լսել, որ այդ իրենց գործանը, որտեղ իրանք աշխատում են, թունավորում է մնացած եւ իրենց երեխաներին եւ իրենց մնացած մարդկանց նաեւ։ Սոցիալական ազդեցություն համայնքների մի մասը ստանում է աշխատատեղեր եւ եկամուտ, իսկ մյուս մասը մտահոգվում է առողջության, ջրի որակի եւ զբոսաշրջության վրա հնարավոր ազդեցությամբ, ինչը երբեմն բերում է լարվածության։ Արդյոք այդ համայնքը այն համայնքն է, որը կարիք ունի այդ հանքավայրի, թե օրինակ իր ռեկրեացիոն ռեսուրսներն ավելի հարուստ են։ Միգուցե մարդիկ հենց օրինակ ջերմուկում առողջարաններ աշխատացնելով ավելի շատ եկամուտ կստանային, քան օրինակ այդ հանքավայրը բացելով։ 2026-ի տվյալներով հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական ճյուղերից մեկը, թեև դրա անմիջական բաժինը հնայում համեմատաբար փոքր է։ Հանքարդյունաբերության մասնաբաժինը հնայում մոտ 2.5-ից 3.5% է։ Հանքարդյունաբերության ներսում հանքարդյունաբերությունը կազմում է մոտ 20-ից 25%, այսինքն եթե միայն հնայով գնահատենք, հանքարդյունաբերությունը համեմատաբար փոքր ոլորտ է, բայց արտահանման հարկերի, մարզային զբաղվածության եւ արտարժույթի ներհոսքի տեսանկյունից այն Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից է։ Մենք ասում ենք, որ մենք ոչ թե դեմ ենք հանրապետական հանքարդյունաբերության, մենք դեմ ենք անպատասխանատու շահագործումից, որ հիմա մեզ մոտ տեղի է ունենում, որովհետեւ մեր մոտ օգտագործվում է շատ էժան տեխնոլոգիաներ, օգտագործվում են տեխնոլոգիաներ, որոնք են զբաղվում շրջակա միջավայրի պահպանությամբ։ Հայաստանում նոր տեխնոլոգիաների ներդրումը համեմատաբար սահմանափակ է հիմնարկներում, ներդրումների սահմանափակ ծավալի, հանքերի չափերի, սարքավորումների բարձր արժեքի եւ հանքարդյունաբերության ոլորտում թվայնացման դեռևս ոչ բավարար մակարդակի պատճառով։ Սննդամթերքի գնաճը Հայաստանում գերազանցում է ընդհանուր գնաճին 2026-ի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի գները Հայաստանում աճել են միջինը 8.6%-ով, իսկ առաջին 6 ամիսների գնաճը նախորդ տարվա համեմատ կազմել է 7.5%։ Միաժամանակ բոլոր ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր գնաճը կազմել է 5.1%։ Այլ կերպ վերջին 1 տարվա ընթացքում գնաճը արագացել է, բայց վերադառնանք սննդամթերքի գներին։ Սա այն շուկան է, որում արձանագրված փոփոխությունները միանգամից իրենց գրպանի վրա զգում են բոլորը, հատկապես հասարակության ամենախոցելի խմբերը։ Իրանի պատերազմը, որ մի քիչ սահմանները փակվեց, ընթացքում մի քիչ դժվարություններ առաջացան, մեր տեղական արտադրողներն բարձրացրեցին գները, հետևաբար հետվերադարձ չեղավ նախկին գների։ Կաթնամթերքը, պանիրը եւ ձուն թանկացել են 12.5%-ով։ Սա էական աճ է եւ փորձագետների կարծիքով ուղղակիորեն կապված է Իրանից արտահանումների դժվար անցման եւ լոգիստիկ խնդիրների հետ, քանի որ տեղական կաթնամթերք արտահանողները հաճախ օգտագործում են հենց իրանական հումքը։ Մսի շուկայում եւս 12.5% գնաճ է գրանցվել եւ սա արդեն սիստեմատիկ բնույթ է կրում։ Միսը Հայաստանում շարունակաբար թանկանում է։ Քանի որ խոզի սառեցված միսը ներկրվում է մեծ ծավալերով, սա մեղմում է տեղական խոզի մսի սակագինը։ Տավարի մսի հետ կապված ներկրումները բավականին քիչ են այդ սառեցված մսի, դրա համար իր գնաճը ակնհայտ է լինում։ Կազմակերպությունները, ովքեր որ մսի սպառում են իրականացում, դրանք կլինեն հանրային սննդի օբյեկտներ, ռեստորանները, արագ սննդի կետերը, ֆուդկորտները եւ այլն, իրանք էլ են գնալու անպայման ու գնացած են սառեցված մսի կետը։ Սննդամթերքի ընդգրկում ցանկում ամենամեծ թանկացումն արձանագրվել է մրգերի դեպքում 16.8%։ Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի ներկրումների խիստ, եթե չասենք տոտալ սահմանափակումների հանգամանքը հանրության շրջանում գնանկման հետ կապված որոշակի սպասելիքներ առաջացրեց այն պարզ տրամաբանությամբ, որ եթե գյուղմթերքը չի արտահանվում, հետևաբար պետք է էժանանա։ Իրականում գնաճը վերաբերում է նախորդ ամիսներին, երբ նորից Իրանի շուրջ ծավալվող զարգացումների ֆոնին դադարեցին ներկրվել մրգերի եւ բանջարեղենի որոշ տեսակներ։
Մարտ, ապրիլ, մայիսին, երբ որ Իրանը պատերազմի դրության հետ կապված սահմանը փակեց, մենակ բուլղարական պղպեղի գինը 1100-ից թռավ 2000 դրամ։ Իրանք պետք է թիրախավորեն այնպիսի սակագին, որպեսզի կարողանան վարկային այդ պարտավորությունների մարումները, պարտանյութերի, ջրի սակագին եւ այլն դրանք կարողանան վճարել։ Հիմա շրջանառվում են լուրեր, որ Հայաստանից արտահանումներ են սկսվել դեպի արաբական երկրներ եւ Եվրամիության անդամ պետություններ, սակայն խոսքը սահմանափակ ծավալների մասին է։ Այդ դեպքում որ ուղղությամբ է արտահանվում հայկական գյուղմթերքը։ Ինչպես էր ժամանակին թուրքական արտադրանքը վրացական կազմակերպության միջոցով ներկրվում Հայաստան, հիմա այդ նույն հետադարձ շղթայով հետա վերադառնում։ Նույնիսկ խոսակցություններ կան, որ Ադրբեջանի միջոցով է արտահանվում Ռուսաստան։ Այսինքն վաճառողների պահանջարկը չի նվազել։ Մի քանի միջնորդ են ավելացել դեմս Ադրբեջանի կամ վրացական կողմի, մի քանի մարդ ավել փող աշխատում, իհարկե դրսում ոչ թե մեր հայրենակիցներից, եւ փաստորեն դուրս է գալիս հայկական արտադրանքը ներկայացնում են օտարազգիները դրսում։ Այս պայդրության միջելա լոլիկի, ծաղիկի եւ մեկ էլ պղպեղի։ Դերցի մթերման շրջանը չի, դերցա նեկտարինա, սալորը, դրա մթերման շրջանները հենց հասի դրանց գինել է իշնելու։ Մասնագետները այս տարի էական գնանկում են սպասում խաղողի շուկայում, այս շուկան եւս ավանդաբար աշխատել է դեպի Ռուսաստան արտահանումներից ստացած շահույթների հաշվին։ Հիմա սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես է սպառվելու տեղական բերքը։ Կառավարությունը կողմ է քվեարկել տվյալների դասակարգման համակարգ ստեղծելու նախագծին, առաջարկում է ստեղծել ստանդարտ ձևաչափ, որով պետական տեղեկատվական համակարգում կներառվեն փաստաթղթերը ու մեկ անգամ ներբեռնումից հետո այլևս կարիք չի լինելու տվյալ փաստաթուղթը նորից ներկայացնել։ Օրինակ բերեմ, որ ավելի հստակ լինի, օրինակ եթե մեր ներքին վարչատարածական միավորների մասին տեղեկություն լինի, բնակչության պետական ռեգիստրում իմ տեղեկությունները կարող են հասցեն գրածված լինի եւ միտեղ գրված լինի օրինակ քաղաք Երևան, միտեղ կարող է գրված լինի Երևան, միտեղ կարող է գրված լինի Կարճ, Երև եւ այլն։ Այս ձևակերպները որպեսի վերանան, մենք ստանդարտն ընդունել ենք եւ ֆիքսում ենք, թե ինչ ձև պետք է լինի, որ բոլոր շտեմարաններում մի ձև լինի, որի կարողանան իրար հասկանալ։ Սա նաեւ վերաբերում է տարբեր այլ երկրների Վրաստանը փոխել է օտարերկրացիների աշխատանքային կացության կանոնները։ Նոր կանոններով որոշ դեպքերում հնարավոր կլինի ներկայացնել ոչ միայն ստանդարտ տեղեկանքներ, այլև հավաստի ապացույցներ, որոնք կհաստատեն գործատուի տարեկան շրջանառության համապատասխանությունը պահանջներին։ Մեկ այլ փոփոխությամբ էր, եթե ընկերությունը հիմնադրվել է 3 ամսից ոչ շուտ, ունի առնվազն 3 օտարերկրացի աշխատակից եւ տվյալ անձի համար աշխատանքային կացության թույլտվությունը տրվում է առաջին անգամ, ապա շրջանառությունը հաստատող փաստաթղթերը չեն պահանջվի։ Նման դեպքերում կացության թույլտվությունը կտրվի 6 ամիս ժամկետով։ Ըստ մասնագետների փոփոխությունները ուղղված են ինչպես իրական բիզնեսին աջակցելուն, այնպես էլ կեղծ ձեռնարկատիրության ռիսկերը նվազեցնելուն։ Նորաստեղծ ընկերությունների հետ կապված ես ողջամիտ եմ համարում, որ կարելի է երբ չպահանջե շրջանառություն, քանի որ իրականության մեջ հստակ կարող է լինել դեպք, երբ նորաստեղծ ընկերությունը աշխատանքներում ներգրավում է օտարերկրյա աշխատողների եւ բնականաբար միջև փաստացի չսկսի իր գործունեությունը, շրջանառություններ չապահովի, չի էլ ունենալու առանձնապես շրջանառություն, օրինակ Հայաստանից Վրաստան աշխատանքի մեկնող անձանց համար, եթե նրանք նորաստեղծ ընկերությունում են գնում աշխատելու, օրինակ սեզոնային ամառվա հետ կապված ինչ-որ աշխատանքների, ձեռք է տալիս, որ ավելի փաստորեն պարզեցվում է աշխատանքային թույլտվության ստացումը, քանի որ չի պահանջվում շրջանառության վերաբերյալ փաստաթղթեր։ Ժողովրդագրական ուսումնասիրությունները վկայում են Հայաստանում բնակչությունը ծերանում է, մասնագետները ասում են ծնունդները քիչ են, մահերը շատ, արտագաղթը անկառավարելի։ Արդյունքում տարեցների թիվը մեր շարքերում շարունակաբար մեծանում է։ Սա նշանակում է, որ տարիքային հիվանդությունները, այդ թվում Ալցհեյմերի հիվանդությունն ու դեմենցիայի այլ ձևերը կարող են ավելի հաճախ հանդիպել։ Այդ պատճառով մասնագետները կարևորում են ուղեղի առողջության պահպանումը, կանխարգելիչ միջոցառումները եւ հիվանդությունների վաղ հայտնաբերումը։ 2024 թվականի տվյալներով 65 եւ բարձր տարիքային խմբի բնակչությունը կազմել է 14.1, իսկ կյանքի սպասվող միջին տևողությունը 74.1 տարի։ Միևնույն ժամանակ Հայաստանում իրականացվող առողջ ուղեղի հայկական ծրագիր նախաձեռնության շրջանակներում 2022 թվականին կատարված սկրինինգային հետազոտությունը, որը ընդգրկել է 40 եւ բարձր տարիքի ավելի քան 1000 անձ, ցույց է տվել, որ մասնակիցների 35.7%-ի մոտ հայտնաբերվել են տարբեր աստիճանի ճանաչող
տևողական խանգարումներ։ Այս տվյալները փաստում են, որ տարեց բնակչության առողջության պահպանման խնդիրները, այդ թվում դեմենցիայի կանխարգելումը, վաղ հայտնաբերումը եւ արդյունավետ կառավարումը դառնում են հանրային առողջապահության կարևորագույն առաջնահերթություններից մեկը նաեւ մեր երկրի համար։